Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումնասրված ծրագիրն է։ Հինչափ փոխվելական Արևմտյան Հայաստանը տելևիզիոնը։ Հինչավը նման 3 հատ ցեղասպանություն են։ Հունցա հայկական քաղաքներին դիմավորում կաղանդը։ Հյուրպատմությունը ասատուրը։ Կարե կենթանին արձանտռնա։ Արցոք 82 տարեկան Կասապյանը մնականաչոլումը։ Արցախյան ժառանգության մեղեդին։ Քելեքյոշ Վան Վասպորական։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Երևանյան առաքելությունում օրերս մի հատ կարևոր ժողով այլել վերը նվիրված այլել Հանրապետության հեռուստատեսության զարգացման բարելավման առաջիկա քայլերին։ Ժողովը վարալուն Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Տիկին Հարությունյանը, PR մենեջեր Լիլիթ Ալեքսանյանը։ Քննարկումների առանցքում այլել հեռուստատեսության գործունեության արդյունավետության բացահայտելը, բովանդակության վարակի բարելավումը ու ժամանակակից մեդիա պահանջներին համապատասխանեցումը։ Ժողովին վաղտը հնչալ մխելակարծիքներ, առաջարկներ, ծավալվան ակտիվ քննարկումներ, վերնշան ցնդվալ թեմայի արդիականությունը, կարևորությունը։ Մասնակիցներ ներկայացրան հետաքրքիր դիտարկումներ կապված հեռարձակման ձևաչափերի հաղորդումների բովանդակության ու լուսարանին հետ կապի ամրապնդման հետ։ Քննարկումներին վաղտը որոշումը կայացվել ներդնել հեռուստաընկերության սաղ պոտենցիալը առավելագույն արդյունավետությամբ գործնելու լավագույնը հայրենակիցներին փոխանցելու նպատակով։ Նշվալավեր առաջիկայում հեռուստատեսությունը պիտի դառնա ոչ միայն տեղեկատվական, այլև ազգային ինքնության պահպանման ու տարածման հզոր հարթակ։ Ֆրանսիայի Ֆոնտենես ու Բուա քաղաքում անցկացված 110 տարի անց հայերի ցեղասպանության պատմությունը համաժողովում քննարկվան հայերի ցեղասպանությունը, հոլոկոստը, Ռուանդայի ցեղասպանությունը, ընդգծելով դրանց ընդհանուր օրինաչափությունները։ Ելույթներով հանդես են եկավ պատմաբան Ռայմոնդ Գևորգյանը, միջազգային իրավունքի փորձագետ Պատրիկ Բոդուենը։ Ռայմոնդ Գևորգյանը նշալավեր 3 դեպքերում էլ բռնությունը իրականացվել է միակուսակցական ռեժիմների պայմաններում, հաճախ ոչ թե կանոնավոր բանակի, այլ վերահսկվող կամ կիսաանկախ խմբերի միջոցով, ինչը թույլ է տվել իշխանություններին խուսափել անմիջական պատասխանատվությունը։ Ինքը ընդգծալ նաև էր ցեղասպանությունների նախորդումն տարիներ տևող ապամարտկայնացման գործընթացն է։ Պատրիկ Բոդուենը ներկայացրել է խնդրի իրավականային գույնը, հիշեցնելով վեր ցեղասպանության առանցքային հատկանիշը ոչնչացման մոտադրությունը վերը հստակ դրսևորվել է այս 3 պատմական դեպքերում։ Համաժողովում շեշտվել է վեր պատմական հիշողության պահպանումն իրավական գնահատականը կարևորն զանգվածային բռնության թեզա դրսևորումները հասկանալու ու կանխելի հետի։ Հայկական քաղաքներում կաղանդը ոչ միայն տարվա սկիզբն այլև համանքային համախմբան հիշողության ու բարի մաղթանքի տոն։ Վանում, Խարբերդում, Բալուում ու Մարաշում ամանորյա ավանդույթները տարբերն են ձևերով, բայց միավորված բովանդակությունով առատ սեղան, փոխադարձ նվիրատվություն, աղոթք ու հավատ առատ տարվա հանդեպ։ Վանում կաղանդի սեղանը զարդարվելիս այլել կլոճավ գաթայա, բեկեղով ու մեղրավ քաղցրացած ուտեսներով։ Տոնի խորհրդանշական պահերից այլել կես գիշերին աղբյուրը քինելը, ջուրնահացը օրհնելը որպես առատության երաշխիք։ Խարբերդում կաղանդը տրնվա ամենաճոխ գիշերն այլել 7 տեսակ ուտես, 2 նվերներ իսկ խոխերքը տներան կաղանդ չեքեին էլ հվքելիս գոտուց կախված պարկերը։ Բալուում կաղանդը համադրվելիս այլ հոգևոր հիշողությանն հետ Մեսրոպ Մաշտոցի ավանդույթությունը, եկեղեցիներն բարի գործական ընկերությունների գործունեությունը տոնին տալիս են կրթական ու ազգային շեշտադրում։ Ստեղ հատուկ տեղ ունեցալ գոտե կախաղը ու պահքի սեղանը նախնիների բաղադրատոմսերով։ Նարաշում կաղանդը հայտնի կաղնտոս անունով խիստ պահեցողությամբ ծիսական երգերով ու տանիքները քշացող նվերներով։ Այս բազմազան պատկերում կաղանդը տրնալիս այլ ոչ միայն տոն, այլև հայկական ինքնության կենթանի արտահայտություն սերունդներին փոխանցվող սովորույթներով, համերով ու երգերով վեր միավորելիս են համայնքն ամրոցում ազգային հիշողությունը։ Ասատուր կորսված ինքնության հետքերով վավերագրական կինոն պատմում է Հուսամեթին Քուրուլթայի իրականում ասատուրի կյանքի մասին մի մարդ ով ծերության տարիներին փորձում է վերագտնել իրան հայկական ու քրիստոնեական ինքնությունը։ Ցեղասպանությունը յետը ընտանիքը ստիպված այլել փոխը հավատնա անունը գոյատևելի հետի ու այդ ճշմարտությունը երկան տարիներ պահվալա լռության մեջ։ Նծանալա Մալաթիայում ասատուրը մենակ ուսանողական տարիներն է բացահայտում իրան ընտանիքի անցյալը ոչնչացված արմատներ, կուրծրածանուններ, քահանա, մծպա։ Իրան կյանքի կարևոր դրվագներն են նաև չիրականացված սերը մի հայ կաթոլիկ աղջկանի հետ վերը տառմա ինքնության վերադարձի ներքին շարժիչ ուժը։ Սոր 80-ից ասատուրի վերջին ցանկությունը մկրտվելն է ու քրիստոնյա հայի պես հանգչել է սիրելի կողքին։ Կինոն ինքնության հիշողության ու վերադարձի մասին պատմությունը կյանքի վերջում հնչող ճշմարտությունով։ Հայքի Կորճայք նահանգի Ճահու գավառում շտեղ ջերմաստիճանը հսալ մինչև -32 աստիճան, ճարալն աղվեսի վերը սննդի որոնման մեջին սառածել կաղնած ծիան մերիքի իրա։ Երկան վաղտ անշարժ մնացած կենթանու մոտեցողներին սարսափելի իրողությունը հստակ ատռալ։ Աղվեսը մահացած այլել կտրուկ ցրտին դերդը, նստած այլել ընդեղ, հունցվեր արձան։ Պատմալա տեղաբնակ Արև Գնջը։ Ինքն գծալ ավեր գիշերային ջերմաստիճանը հասնում է -28-ից 30 աստիճանի ու վայրի կենթանիներն շատ տիժերություն ունենում սննդի որոնման ընթացքում։ Տեղական իշխանությունները զգուշացրալ են վայրի կենթանիներն կարի մոտանան բնակավայրերին, շտեղ ձյունը ավելի խրեգյա ու կոչներալ մարդկանց հոգատարինել սնունդ թողել իրանց հետի։ Հուվեր դժվարությամբ են գտնում սնունդը։ 82 տարեկան Արշալույս Ռիտա Կասապյանը ապրել է Բաքիթքյոյում վտանգի տակի է։ Վերջին 7 ամիսների վարձավճարը չվճարելին դերդան իրան սպառնում է արտամոտ, բայց իրան տեղ չկա քինելի։
Կասապյանը հուսահատ դիմում է խնդրում իմ համայնքի սաղ հիմնադրամներին, եթե ունիք ինձ էդի տոն, օգնեցիք, խնդրում։ Հայ համայնքում աճող աղքատությունն եկամուտների կորուստը տարալն լուրջ խնդիրներ։ Խորհրդային կառույցները, եկեղեցիների աղքատների բաժինեն ու մեր հայերի նման կազմակերպությունները փորձում են Քեմեգյանին։ Վերջերս ստեղծվել նաև հայկական հիմնադրամների միության հանձնաժողով այս խնդիրը լուծելի հետի։ Կասապյանը պատմավեր իր ընտանիքը կուրցրալասաղ եկամուտը, խոխերքը կարում չնապահովին ընտանիքին ծախսերը, իրան տոնն էլ շատ փիս վիճակում է, էլեկտրականությունը, գազը վճարելի հետի գումար չկա։ Մինչև մեհենք էլ ապրում մենակ իրան կուճի եկամուտավ ամսական 600 լիրավ, իսկ մնացածը փորձում է բերի որդիների աշխատավարձից։ Իմ մենակ խնդրանքս են ավեր համայնքի մի հատ սենյակ տան, մի թաքնված սենյակ անվտանգ, ասում է Կասապյանը։ Նաիրյան վոկալ անսամբլը ներկայացրել է արցախյան ժողովրդական շուշվակեղը երգի թայզամշակումն տեսահոլովակը նպաստել է Արցախի երաժշտական ժառանգության պահպանման հանրահռչակման գործին։ Մշակման հեղինակը հենց անսամբլն է, գեղարվեստական ղեկավարը Նաիրա Մուղդուսյա։ Երգը ձայնագրվել Արցախի Ստեփանակերտ քաղաքի տուն ինտերնատում 2016-ից 2017 թվականներին։ Երգասացի Լալա ինտերնատի բնակիչ Արմեն Չիրոյանը։ Արխիվային ձայնագրությունը Նաիրյան անսամբլին տրամադրել է Արցախաբռնի տեղահանված Մարատ Հարությունյանը։ Տեսահոլովակի նկարահանման ու ձայնագրության իրականացմանը աջակցել է Հովնանյանը ընտանեկան հիմնադրամը։ Ծրագիրը իրականացվում է Մողդուսյան արվեստի կենտրոնի կողմից ու նպատակն է ձայնագրել, նոտագրել ու բազմաձայն է Արցախյան մի քանի երգեր։ Հնչյունային օպերատորը Գարեգին Ամյանն է, իսկ Արցախյան բարբարի յուրացման գործում անսամբլին աջակցել է Լարա Սարգսյանը։ Շուշվակեղը թայզամշակումը ոչ միայն վերահմաստավորում է ժողովրդական երգ, այլև ընդգծում է մշակութային հիշողության պահպանման կարևորությունը որպես ազգային ինքնության անբաժան մաս։ Քելեկյոշը գարանամուտի տնածիսական ճաշատեսակավան վասպորական նահանգի խոհանոցությամբ պատրաստում է մծկացայով ու մատուցում է խաշի նման բազմամարդ սեղանում։ Յուրաքանչյուրը իրանապսե մեջին լցնում է 4 լավաշ, երանել խլա խաշած ոսպ, հետո տակ 4 թանը, իսկ ամենավերջում սոխառածը, լեռնային կնանչիկ, դաղ, ծուրծ, անանուխ, հետո հարուստնեն սոխառածը պատրաստել տհալի, ղավուրմա, եղի ու մսինը հետ։ Սիրելի հայրենակիցներ, սորվա տեսքանք պատրաստալ ապլիկ ուշադրության հետի պնդկացիք։